Ողջույն բարեկամներ, արդեն մայիսի 2-ն է Հայաստանում 2026 թիվ, գրեթե բան չմնաց քվեարկության օրվան։ Ինչ ունենք այսօր։ Ամեն ինչ ավելի շատ է պարզվում, խաղացողներն են ավելի հստականում իրենց գործողությունների մեջ, մեր թշնամիներն են ավելի ակտիվանում եւ նույնիսկ հայկական մեդիա դաշտում քարոզության նպատակով։ Ես ուզում եմ լսենք Նիկոլի Սրտի քարոզիչ Ադրբեջանի ամենահայատյաց բլոգեր, որը կոչ ունի իր ընկերներին Հայաստանում, իր եղբայրներին Հայաստանում, ես նույնիսկ ասեի։ Հայաստանի ժողովուրդ, քվեարկեք Փաշինյանի օգտին։ Բա Հայաստանի ժողովուրդ։ Ավելի շուտ Հայաստանի ժողովուրդ չէ, պետք է ասել իմ եղբայրներ, ովքեր ապրում են Հայաստանում։ Օգտին, նրա հետ կլինի խաղայություն եւ բարգահացում։ Այո, նայել կլինի խաղաղություն եւ բարգավաճում, երևի այդ ուզում ասել։ Այո, շատ խաղաղ է լինելու Հայաստանում, ինչպես ցանկացած գերեզմանում է խաղաղ։ Խնդրեմ, հետևեք ձեր եղբոր կոչին եւ վազեք Փաշինյան Նիկոլին ընտրելու։ Էլ ոնց ասեն ում ուղարկած սրտի վարչապետին եք դուք ընտրելու։ Ես չեմ կարծում, որ Նիկոլի Սրտի հայատյացի արձագանքը անարձագանք կմնա Հայաստանում, անպայման կգտնվեն այս սրտի հետ նույն հաճախականությամբ բաբախող հոտի ինչ որ մի քանակություն, անպայման։ Մենք այդ հոտի մի քանի նմուշներին այսօր նաև հանդիպելու ենք։ Եվ այսպես ուզում ձեզ երկու հայտարարություն ներկայացնել, որ հասկանանք թեզերը որտեղից են գալի եւս մեկ անգամ։ Սա Կովկասի թաթարների մահմեդականների առաջնորդն է։ Օկուպացիայի ընթացքում կառուցված երկու ապօրինի շինությունների քանդումը չի կարող դիտարկվել որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում, այո։ Իր եղբայր Հայաստանի կառավարության անդամ Թարսեն Սողոսյանը ասում է, Ադրբեջանն ինքն իշխան տարածքում ինչ որ բան է ուզում անի։ Եթե դատապարտենք, դա ՀՀ քաղաքացուն ինչ է տալիս։ Ոչ բան։ Մանավանդ եթե դատապարտողը դու եք, մանավանդ եթե ՀՀ քաղաքացին ձեր նման հայատյաց ամբողջ հոգով, սրտով քրիստոնեությունը ատող, հայ ժողովրդին ատող, արժեքները տշած ունեցող մեկն է։ Իհարկե դա հայ ժողովրդին ոչ մի բան չի տալի, բայց ուղղակի տարօրինակ կերպով ձեր տեքստերն են համընկնում։ Իսկ Հաջիևի պնդմամբ Ղարաբաղում հայկական եկեղեցիների քանդումը բխում է Ադրբեջանի օրենսդրությունից եւ միջազգային նորմերից։ Այո, մարդիկ պնդում են, որ սա նույնիսկ միջազգային օրենսների նորմերից է տպում դուրս գալիս։ Այնպես երևի ինչպես Հայաստանի քաղաքացիների խոշտանգումը բանտերում, գերության մեջ, այո, դա էլ է միջազգային նորմերից դուրս գալի։ Այնպես ինչպես Արցախի էթնիկ զտումը, դա էլ էր միջազգային օրենքներից դուրս գալիս։ Մենք պետք է հասկանանք մի բան։ Իրանք կարող են ինչ ուզում են ասել։ Նույնիսկ այսօր Եվրոպայի դեսպաններ են կանչել իրենց մոտ։ Դա մասին են խոսալու։ Ինչ ուզեն իրանք կարող են ասել։ Դա իրենց եթերն է, իրենց տարածքն է։ Ուղղակի դուք նայեք այս խոսքերը ովքեր են կրկնում հայկական եթերում, որպեսզի հասկանանք ովքեր են ծառայում այս նույն ագիտացիային եւ նույն խոսակցությանը։ Ես կարծում եմ գոնե մեր լսարանում, մեր այս համեստ լսարանում այս հարցում կասկածներ չկան։ Իդեպ մեր համեստ լսարան, ովքեր հավանում են մեր գործունեությունը, կարող են շարունակել իրենց ֆինանսական աջակցությունը ալիքին եւ մեր իրավաբանական խմբին։ Բոլոր տարբերակները ներքևում կան։ Հիմա գնանք տեսնենք էլ ինչ կա աշխարհում։ Աշխարհում կա այսպիսի մի կայք Bible Portal-ը կոչվում ինքը, որը ունի 1 միլիոն հետևորդ մոտավորապես։ Հայաստանի հետ ոչ մի կապ չունի այս պորտալը, բացարձակապես։ Ես ճշտեցի, տեսնեմ, որ մեր մասին բան են գրում, էթնիկ զտումների, ցեղասպանությունների, մշակութային ոչնչացման։ Սա մեր ձեռքի գործն է, այսինքն մեր վրցնի գործն է սա, թե ուրիշ տեղից էլ նայող կա այս խնդիրներին։ Պատվեր պարզվեց, որ ոչ, Հայաստանի հետ ոչ մի կապ չունի պորտալը եւ գրում է մեր մասին, գրում է Շուշվա եկեղեցի մասին, գրում է Արցախի տրագեդիայի մասին, ողբերգության մասին, էթնիկ զտումների մասին,
Մշակութային ժառանգության ոչնչացման մասին լավ որ գրում է, բայց այս ամեն ինչը մեզ իրոք մատերիալ կլինի, հումք կլինի Փաշինյան Նիկոլին Ալիևի հետ միջազգային դատարանում ներկայացնելու այն ժամանակ, երբ որ մենք կստեղծենք մեր պետությունը։ Հիշեք, պետություն ստեղծելը դա ընտրություններից ընտրություն քվեարկելը չի։ Պետություն ստեղծելը դա պահի տակ հայրենասիրության բխումը չի։ Պետություն ստեղծելը դա տաժանակիր ամենօրվա 24 ժամի աշխատանք է։ Այն որում ոչ թե մի հոգու, ոչ թե ինչ-որ մի լիզեր փրկիչի, այլ առնվազն գոնե ինչ-որ մի խումբ քաղաքացիների, որոնք հասկանում են, ինչ են ուզում, որոնք իրոք անցել են ինքնաճանաչման ֆիլտրներով, տեսեք ֆիլտրները, որովհետև ինքնաճանաչումը տարբեր ֆիլտրներ ունի, ինչպես Արևելյան իմաստությունն ասում, ամեն մի իմաստության աստիճան նոր հորիզոններ է բացում ճշմարտության, հա։ Դա էլ ֆիլտրներ ունի, ովքեր անցել են այդ ֆիլտրներով եւ հասկացել են իրոք իրանց ինչ է պետք։ Կուրք, իշխանություն, ապահով կեցություն, կուշտամոքս, թե ինչ։ Հավատացեք, այս ամեն ինչի մեջով անցնել է պետք, ու դա կարող է հասկանալ բացառապես մենակ ինքնաճանաչման ֆիլտրներով անցած մարդը։ Եվ որ հասկանում եմ մի բան, դա իշխանությունը, դա մեծագույն պարտականությունն է։ Պարտականություն, ոչ թե առավելություն, որ իշխանություն չի կարելի իշխանության տաճար մտնել կեղտոտ ոտքերով, ազնոտ ձեռքերով, վատ նպատակներով, երբ որ դա կատարելության հասնելու ճանապարհ է, ոչ թե իշխանություն զավթելու ճանապարհ է, եւ դա չի կարող ընտրություններից ընտրություն լինի մարդու կյանքում։ Այն գործիչները, որ դուք տեսնում եք, որ ասեք, հայտնվել են մեկ է։ Ես չեմ ասում ինչ եք հայտնվել, բայց դուք հասկացեք, որ այդպես չի կարող ուսում պետությունը, այդպես չի փրկվում ոչ մի պետություն։ Դա տաժանակիր ամենօրվա տասնամյակների, գուցե հարյուրամյակների գործ է։ Եվ մենք այդ օրինակները բազմաթիվ տեղերում ունենք։ Եվ այս փաստերը ամեն օր աշխատելով, այստեղ այնտեղ խոսելով սրա մասին, այս դուրը ծեծելով, այն դուրը ծեծելով հասնելու ենք նրան, որ Փաշինյան Նիկոլ Ալիևից հետ ձեռի բռնած հայտնում են, դա անում, իդես տեղը դա է։ Եվ այն սրիկաները, որոնք վիճարկում են, թե ոնց եղավ, ես որ դուք պատերազմ չեք ուզում, որ դուք չեք կարող այսօր Արցախ պահանջել, դրանք հասկանան, որ մենք Արցախը պահանջելու, չպահանջելու խնդիր չունենք, Արցախը դա Հայաստանինն է։ Դու արձանագրում ես քո տարածք օկուպացած է եւ գնում ես այդ հարցի լուծմանը։ Դա մեր ինքնության մասին, շատ լավ։ Մեր Երևանից շատ գեղեցիկ բացվում է Արարատի տեսարանը, շատ լավ։ Պատմական, հա, Նոյը, Տապանը այնտեղ իջավ եւ կյանքը սկսվեց եւ այլն։ Բայց դա որքանով կապ ունի Հայաստանի Հանրապետության հետ։ Մեր իսկ ինչ պարտադիր է որ կապ ունենա, որպեսզի քո խորհրդանիշների մեջ լինի։ Իսկ ով ասել, որ դա պետք է պարտադիր կապ ունենա։ Հասկանում եք մանիպուլյացիան որտեղից է գալիս։ Ինչ է շնչում։ Իսկ ով ասեց, որ դու իրավունք ունես շնչել, օրինակ։ Իսկ ով ասեց, որ սա քո պետականության սեփականությունն է, այսինքն եթե դու այս երկրի քաղաքացի չես, եկել ես հյուր, ինչ ես այդ օդը շնչում, այդ ջուրը խմում, ինչ ես նայում, ես ինչ ես։ Իսկ ով ասեց, դա ինչ որտեղ ամրագրված է եւ դա պարտադիր է։ Սա է կեղտագույն մանիպուլյացիան եւ սրանք գնում են հատուկ այն եթերներում, ասեն կանչում են, հրավիրում են, որտեղ այս հարցերը սրանց չեն տալիս։ Բայց այս ամեն ինչը ոչ թե այս կոնկրետ այս նախկին օեկականին եմ, այս պրոստիտուտկին եմ բացահայտում, բացարձակապես քաղաքական իմաստով, անձնական թքած ունեմ։ Բացարձակապես ուղղակի են լրագրողները, որոնք կարող պատահամամբ սրանց այդ հարցու պատասխան ունենան, պետք է հասկանան այս մանիպուլյացիան գործիքները ոնց է պետք միանգամից բռնել ու բերանափակել։ Իսկ ով ասես ու դա պարտադիր է։ Իսկ ով ասես դա պետք է կապ ունենա Հայաստանի Հանրապետության հետ։ Գնանք առաջ։ Հանրապետության հետ որքանով կապ ունի այլ երկրում, հարևան երկրում տեղակայված գտնվող Հարևան երկրում չի տեղակայվում ինչ-որ սար։ Չի տեղակայվում։ Հարևան երկիրն է գալիս զավթում այդ տարածքը։ Չի տեղակայվում։ Դա գետ քաղաքական մարմնավաճառուհի
Չկա տես նման բան։ Դա տիպիկ քպեական ձևակերպում է, բայց լրագրողը երևի կամ իր նմանը, կամ էլ ուղղակի ասել են լուր լսի ինքը ինչ է ասում։ Սարը։ Ուրեմն լսի, Հասմիկ, Դա թողին։ լիքը բան կար քեզ ասելու, լիքը բան կա բացատրելու, թե Արարատ լեռը ինչ կապ ունի հայ ինքնության հետ, Հայաստանի Հանրապետության հետ, հայ քաղաքացու հետ, հայի հետ ընդհանրապես։ Բայց անկեղծ ասած ես ուզում էի բացատրել, բայց ես եկա այն մտքին, որ քեզ ու քո նմաններին, որոնց ուղեղը չգիտեմ ինչ ծավալ ունի եւ որտեղ է տեղակայված, արժի որևէ բան արդյոք բացատրել թե չէ, որովհետեւ ես այն կարծիքին եմ, սա իմ համեստ կարծիքն է, որ ձեր բոլորի ուղեղը գտնվում է թուրքական մի հատ կենտրոնում, մի հատ բազայում, որտեղ ձեր ուղեղի ծալքերի լվացման եւ չիստկայով են զբաղվում, եթե իհարկե կա դա։ Իհարկե Նիկոլոս ճիշտ ես ասում, ինչ ասում ես, բայց ես կավելացնեմ ոչ թե ուղեղը, ամենակարևոր օրգանները, խիղճը, գիտակցությունը, արժեքային համակարգը, շոշափելի եւ ոչ նյութական եւ ոչ նյութական երևույթները, դրանք բոլորը թուրքական տարածքում լվացված, ձևավորված, հիմնադրված, արդյունքն էլ սա է լինում։ Ես անպայման ուզում եմ, որ իմ հաղորդումների ընթացքում տարբեր մարդիկ ունենան ինքնահարտահայտվելու միջոցներ, որովհետև ես այսպես եմ կարծում, որ մեր հաղթանակը չի լինելու իմ կամ ինչ-որ մեկի հաղթանակը, դա պետք է լինի մեր հաղթանակը, իմ պայքարը չի սա, մեր պայքարն է։ Եվ ինչքան մարդ ներգրաված լինի այս process-ի մեջ, մենք այնքան ավելի ճիշտ կլինենք, ավելի անխոցելի կլինենք եւ ավելի ուժեղ կլինենք։ Որտեւ իմ համոզմամբ աշխարհը կառուցված է համագործակցության շուրջ, ոչ թե մրցակցության։ Դուք հայի մտածելակերպ չունեք եւ ես կասկածում եմ դուք երբևէ ունեցել եք թե չեք ունեցել, թե ինչ որ բանի դիմաց եք տանում։ Թեն այստեղ կարծում եմ ավելորդ եզրույթ էր։ Մեկ այլ նույնիսկ գուցե ամենամեծ խնդիրը նա չի, որ իրանք խաղաղություն չեն ուզում, որտեվ եթե օրինակ ես կարող եմ պատկերացնել ինչ որ sense սրտանց ազգայնական ինչ որ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք Ռուսաստանի կողմից չեն վերահսկվում, որոնք տրավմայի հետևանքով, ամենի հետևանքով, ասենք ասում են չէ ինչ խաղաղություն, բայց դուք հասկացաք, սա գիտեք ով է։ Սա Նիկոլեն Վասկան ոչնչություններից մեկն է, որն ուղարկում է Բաքու։ Հիմա ասում է կարող է լինի ուժ, որը չի վերահսկվում։ Կարող է Մոսկվայի կողմից, բայց եթե ինքը չի ուզում այս խաղաղություն, նշանակում ինքը տրավմա ունի։ Հիմա սրան փոխանցեք Երևանի փողոցներում որ տեսեք, որ տրավմա ունի այն տականքը, որը աչքի տեսածը չի ուզում տենա միայն նրա համար, որ դրա դիմաց իր բերանը կամ համապատասխան տեղը համապատասխան բան են տեղավորել։ Սա է տրավմա, հասկանում ես, տխմար։ Այս խաղաղությունը, որ դուք կոչում եք դանդաղ մահ կապիտուլյացիա, մենակ ապուշի համար է սա ընդունելի։ Հասկացաք։ Այն որ մարդը չի ընդունում սա, ոչ թե տրավմա ունի, այլ ապուշ չի։ Սա կնեք ապուշը ճիշտ բառ չի։ Իդիոտ չի։ Ապուշ նշանակում է ուշադրություն չունեցող, էլի։ Իսկ իդիոտը կամ վարձկանը դրանք են մարդիկ են, որ կամ չեն հասկանում, կամ անում են ինչ որ մի բանի դիմաց, այն ինչ որ անում եք դուք։ Հետաքրքիր է որ էլի դեմացից ձեն չկա։ իրանք եթե կան իշխանության եւ կոպիտ ասած Այս էլ մյուս ոչնչությունն է։ Սրանց այս բոմբերին որտեղից է հավաքել, բերել եթերներում դասավորել, որ սրանք մարդկանց չգիտեմ ով կա, մարդ ինչ ինտելեկտի վրա պետք է լինի, օրինակ որ սրան լսի ու վստահի։ Հայ մարդը չի կարող դա անել, լսեք, հայ մարդը ինտելեկտուալ է։ Հայ մարդը զարգացած է, նույնիսկ այն գյուղացի մարդը, նույնիսկ կոշկակարը, նա ինտելեկտուալ է։ Հասկանում եք, դուք կոշկակարի մոտ կարող եք նստել ամեն ինչից խոսել։ Գյուղացու հետ կարող եք նստել ամեն ինչ խոսել, ես գյուղացին հետ շփվող մարդ եմ։ Ոչ միայն ստեղ, ես Հայաստանում։
Ես բոլորես շփող եմ եղել, հասկանում եք, հայ մարդը անկախ մասնագիտությունից կրթական ցենզից իմաստուն է եւ հայ մարդը չի կարող էս ոչնչությանը լուրջ ընդունել։ Տեսնենք էլ ինչ են ասում։ Եթե կան իշխանության եւ կոպիտ ասած այս բոլոր տեղեկատվությանը սկսեն տիրապետել, որ ներկա կառավարությունն է տիրապետում, ինձ թվում է իրենք կփոխեն իրենց մոտեցումը ու ստիպված կսկսեն անել նույնը, ինչ որ անում է ներկա կառավարությունը։ Այստեղ բանալի բառը ստիպվածն էր։ Ստիպվածն էր, այստեղ բանալի բառը, այսինքն այս կառավարությունը ինչ որ անում է ստիպված, գիտեք ինչի ստիպված։ Ոնց։ Որովհետև պարտավորություն է վերցել իր վրա։ Բա։ Մի հատ ուրիշ մեկն էլ կա։ Ավեսաների չանդառնամ, ուղղակի կանչել է իր մոտ Սագոարյան կա, հա, այս կարգի այդ Նիկոլական կամ մեծադաշտում կանչել իր մոտ սեփական զավակին վաճառած, երևի հիշում եք այդ պատգամավոր Գեգամ Նազարյան։ Գեգամ Նազարյանի ասում չի խաղաղություն չեն ուզում մոտալապես։ Պատասխանը սպանող էր։ Դուք որ եկաք իշխանություն, այս վիճակով դուք պատերազմ եք անելու։ Ասում եմ։ Փաստորեն, դուք այս վիճակով երկիր ունենալով, դուք ուզում եք պատերազմ անեք, դիմացին էլ լսում է։ Այսինքն, իրանք չեն մեղավոր, որ երկիրը բերել են հասցրել են այս վիճակին, տեսեք ինչ են արել։ Մարդուն պետությունը սպանել են, անդամահատել են, հետո էլ ասում են ոնց դու այս վիճակով դու ուզում ես դիմադրես քո ճշնամուն։ Եվ դիմացին ասում, այո, դե ոնց չասես դրան, դու ոչ թե բանական չեք։ Դուք կամ այդքան բանական չեք, որ դուք այդ տարական բանը չեք հասկանում, որը նշանակում է դուք իրավունք չունեք ընդհանրապես կարծիք ունենալու, որովհետև այդ կարծիք ունենալն էլ պետք է արժանանալ դրան։ Կամ դուք ուղղակի վարձկան հերթական Գեգամ Նազարյանն եք, որն ասում է, ոնց դու այս վիճակի մեջ դու ուզում ես պահանջներ ներկայացնես տարածքային, այսինքն այս վիճակի մեջ բերել են գցել են երկիրը, ասում է դու այս վիճակի մեջ ուզում ես բան ունենաս, պահանջ ունենաս։ Սրանք են մանիպուլատիվ գործիքներն են, որոնց մասին պետք է խոսալ, որովհետև եթե ասենք այս նույն տականքը հաջորդ լրագրողի մոտ խոսալ, լրագրողը պետք է միանգամից բռնի ասի, բայց ով է հասցրել երկիրն այս վիճակին։ 8 տարի է դուք եք իշխանության։ Դուք եք մեզ խափում, որ 8 միլիարդի զենք եք առել։ Բա ի՞նչ է նշանակում այս վիճակ։ Բա որ է։ Բա որ է զենքը։ Այսինքն դուք կնայքի հանցագործեք։ Համ երկիրը բերել եք այս վիճակին, ու դուք ապացուցում եք, որ այս վիճակի երկիրը մարտունակ չի եւ դիմադրողականություն չունի եւ մեր փրկությունը ինքնասպանվելն է։ Բայց դիմացի լրագրողը գլուխն է տմտմբացնում։ Հիմա հարցը տխմարներին, ինչի դիմաց։ Որքան արժի ձեր գլուխը տմտմբացնելը։ Որքան։ Սա ինտելեկտի պակասից է, թե ուրիշ բանի դիմաց է դա։ Երկրորդն է պատասխանը, որովհետև հայ մարդը ապուշ չի, ինչ ուզում եք ասեք։ Դա կա սրիկա լինի, վարձկան լինի ամիջ, բայց ապուշ չի։ Տեստականքին լսեք։ Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձենք Ադրբեջանին։ Մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշին։ Հարցս հետևյալն է. արդյոք ձեր նախկին պատասխանի եւ այս ցիտատի միջև չեք տեսնում հակասություն, եւ արդյոք դու դեմ կտեսնի, ինչպես ասվում է, քաղաքական իրողություններով պայմանավորված, դուք նույն կարծիքին եք, թե այլ, այս պահի դրությամբ եւ այսօր։ Շնորհակալ եմ։ Հայկական ժամանակում տպագրված իմ հոդվածի լուսապատճենը հրապարակել է 15 անգամ, որտեղ ձեր ասած որևէ նախադասություն գոյություն չունի։ Եվ ես ցավում եմ, որ դուք Պետք է որ այս բան չկա, այս բան չեմ ասել, ու չեմ անելու, բայց եւ ասել էր եւ արեց։ Հիմա սրա հետևորդները մեզ համոզում են, ինքը ոչ տես բան ասել, ոչ էլ արել է։
Կամ եթե ինչ եղել է, բայց այս վիճակով ոնց դիմադրենք եւ ինչի դիմադրենք, արեք ինքնասպանենք, բացնենք։ Ոյ հայ ժողովուրդ։ Նման մեկին լսել վստահելը, ձայն տալը, ավելի շատ բան ասում այդ մարդու մասին, քան իր քաղաքական ճաշակի կամ նախընտրությունների։ Սա լրիվ ուրիշ այլ տեղ է։ Այս նախընտրությունը լրիվ այլ տեղ է։ Դա մարդկային չի, բանական չի, դա սոսկալի է։ Դա նույն սատանա պաշտության մեջ է գտնվում։ Այսինքն ճշմարտությունից հեռանալ։ Նշտերն ասում էր սուտ խոսել նշանակում է անազգել ճշմարտությունը։ Անազգել ճշմարտությունը։ Սուտ խոսել նշանակում է վիրավորել Աստծուն։ Այս սրանք են։ Սրանք սատանայի պաշտ են։ Չկա իրանց համար ոչ մի արժեք, ոչ մի սուր, ոչ մի պատասխանատվություն սեփական խոսքի նկատմամբ, հայտարարության նկատմամբ, դիրքորոշման նկատմամբ, արածի հետևանքների նկատմամբ։ Հասկանաք, որ այս ընտրությունը, ովքեր այս ընտրությունը կատարում են, սրանք ամենասոսկալի շերտն է։ Մարդկային իմաստով։ Շպրտեք թող դա։ Եթե դուք հիշում եք, ես անձնագրերի տարբերության մասին խոսացի, չէ՞։ Որ ըստ նոր անձնագրերի Հայաստանի Հանրապետությունը դադարում է լինել իր քաղաքացիների պաշտպանը։ Ովքեր փաստորեն Փաշինյան Նիկոլ են ընտրում, կարդացեք։ Առաջինը այս դերինը մեր բանն է, այսօրվա ունեցած անձնագրերն են, որտեղ ասում անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը։ Կրողի հովանավորում, այսինքն անձնագիր ունեցողը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ, անգլերենում ավելի ճիշտ է գրված։ The holder of this passport is under the protection of the Republic of Armenia։ Այսինքն այս անձնագրի կրողը գտնվում է Հայաստանի Հանրապետության պրոտեկցիայի տակ, պաշտպանության տակ։ Ոչ թե հովանավորն է։ Հայերում անգլագետ է զված, վերցրել են օրիգինալ ընդհանրապես անձնագրերում անգլերեն է գրած, վերցրել են հիմար բառով են թարգմանել, բայց անգլերենում ավելի ճիշտ է գրած, ոչ թե հովանավորը, այլ պաշտպանը։ Մի բան որ քեզ զրկել են երկրորդ, այս նոր անձնագրերում դու չես ունենալու։ Այս անձնագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության կողմից, հանդիսանում է միջազգային ճամփորդական փաստաթուղթ։ Վերջ, սա միջազգային ճամփորդական փաստաթուղթ է։ Այն հաստատում է անձի ինքնությունը եւ իրավունք է տալիս ճամփորդելու։ Վերջ, դու ուրիշ բան չունես քո պետությունից պաշտպանել, պահանջելու։ Փաշինյան Նիկոլ ընտրողները ընտրում են իրանց որբ ու անտեր լինելը։ Այսինքն այս պասպորտ անձնագիրը կրողը կարա հանգիստ երկի մեր հայրենիք որբ անտեր այդ կոչումի չէ դեռ մեծ բան կար, չէ։ Ոչ թե ազատ անկախ։ Ինքը դառնում է որբ ու անտեր։ Վերջ ինքը էլ տեր պաշտպանություն չունի։ Երբ ինքը այս անձնագիր ունեցողը դիմի պետության պաշտպանությանը, պետությունը պիտի ասի իրան, ընկեր, դու ձայն ես տվել, որ քո պետությունը քեզ պաշտպան չի, գնա ուրիշ տեղեր պաշտպանման արի։ Այսօր նիկոլական մեդիաները տարածում են զզվելի հոլովակ, իբր մենք վատերս մեղադրում ենք իրենց, թե որ 300,000 ադրբեջանցի եկան Հայաստան, ինչ ուզեն անելու են։ Այսինքն փաստորեն արդեն բերելու են, հիմա մեզ ուզում են հավաստիացնել, որ ադրբեջանցիները 300,000 չեն անելու ինչ ուզում են։ Միևնույն ժամանակ անձնագրով քեզ զրկում են պաշտպանություն ունենալու իրավունքից։ Փաշինյան Նիկոլ ընտրողները նտրում են ուղղակի սեփական որբ ու անտեր ապագան ըստ անձնագրի։ Լսենք։ Արմատները տորդեղեն են։ Հարապիր, արմատներս գարսեն, հալու, Բերաջիգան, Նախիջևան, Մայրական կողմս Էրզրում եւ Մուշ, հայրական կողմս Պարսկահայաստան։ Արմատներս Դիքրանագերտ են եւ Սասուն են։ Արցախից եմ, Դիքրանագերտ եւ Անտառ։ Մարաշին։ Դիքրանագերտ եւ Սասուն։ Անտարբեն է։ Ես Վալենսիա եմ, բաբայես, մամայես։ Սասուն։ Արմատներս Կարսեն են։ Արմատներս Սասուն են։
Սասունի։ Բաբայիս կողմը մենք սասունցի ենք, իսկ մամայիս կողմը Արցախ է։ Բաբենական գոմե Սասունեն են, իսկ մամանական գոմե Անտաբենեն են։ Դեռ չես ամեն հայրենիքը։ Հարցեր կան։ Սա է մեր հայրենիքը։ Այն որ դուք ասում եք հայրենիքը քո պետությունն է, գլուխները պատին եք տվել պատնել գլուխների հետ։ Դուք ոչ թե տգետ եք, դուք հանցագործ եք։ Որտեվ սա իմ հայրենիքն է։ Պետության սահմանները կարող են անցնել այն կողմ, այս կողմ։ Եվ ավել, եւ պակաս։ Դա էլ ժամանակավոր փոփոխվող բաներ է։ Բայց այն տարածքները, որ դուք լսեցիք, դա է մեր հայրենիքը։ Ու մեր նպատակը, որպես ազգային նպատակ, մեր հայրենիքում ապրելը պետք է լինի։ Թե ոնց կհասնենք մենք դրան, դա կարելի է քննարկել։ Բայց դա պիտի լինի նպատակը։ Ով կարող է հանկարծ մտքով անցնի, որ ինձ պետք է ասի, ես պետք է նպատակ չունենամ, ես դուք բոլորս իրան ունենք իրավունք ուղարկելու հորիզոնի բոլոր 4 կողմերը։ Նաև վերև ու ներքև, 6 ուղղությամբ։ Հա? Որտեղ սա մեր նպատակը պետք է լինի։ Այն ազգը ոչ ունի նպատակ, երազանք, ձգտում, դատապարտված է ոչնչացման։ Որտեղ սրանք սկզբից մեզ կտրում են նպատակներից, հետո սկսում են քիչ սեղմելով ասել։ Հոպա, չկայլ։ Դե մարդը քանի որ չունի նպատակ, ինքը համեմատելու բան էլ չունի։ Ինչա կորցրել։ Արզամ ես ինչից են զրկում։ Ու ինչու են զրկում։ Ասա լսենք։ Էլի մանիպուլյացիայի Չէ, շարքի։ հասկանանք ինչ նկատի ունենք այս փուլում, այս պահին, որովհետև հենց ասում են գոյաբանական, դա ցեղասպանություն է նշանակում։ Այո։ Այսինքն ցեղասպանության վտանգի կրկնությունն է։ Այո։ Հիմա Ռուսաստանը ապահովել է մեր ցեղասպանության վտանգի չկրկնվելը։ Այն ինչ որ Արցախում տեղի ունեցած ռուսաստանցի, ռուս խաղաղապահների աչքի առաջ, այդ էթնիկ զգուտումը, որը ցեղասպանության օրինակ է, ապահովեց։ Ոչ։ Դե բա ինչի մասին ենք խոսում։ Դե վերջ, Ռուսաստանը չի ապահովել։ Նշանակում է բերընտրությունը Թուրքիան է։ Ով է խոսում։ Արսեն Խարատյան։ Արսեն Խարատյան բազմաչարչար Նիկոլի օգտագործված հայատյաց ես կասեի երևի, ասենք ուրիշ բառ չես կարող գտնել։ Սրա ամբողջ գործունեությունը 18 թվականից, որտեղ ես իրան նկատել եմ 18 թվականից։ Դա առաջ ինչ եղել ինձ հետաքրքիր չի։ Ինքը քույրը իրանց ամբողջ գործունեությունը նպատակադրված է եղել ծրագրել Հայաստանի Հանրապետության հայ մարդու, հայ ինքնության, հայ պահանջատիրության դեմ։ Հիմա ասում է, ռուսը պաշտպանեց, չէ, բայց ինչ եք ուզում։ Նշանակում է պետք է ընդունեք Թուրքի պահանջները, հա։ Սա որպեսի ինչ։ Մենք դեռ կարիք ունենք ապացուցելու, որ ռուսը պաշտպանել է, թե չէ, ռուսը չի պաշտպանել։ Բայց ռուսի միջև չպաշտպանելը մենք մեզ չենք պաշտպանել, մենք ենք հրաժարվել այդ մարդկանցից։ Քո կառավարությունն է հրաժարվել դիմի ՄԱԿ-ի խաղապանների համար, որտեղ կա միջազգային դատարանի որոշում։ Միջև դու Թուրքին կվարվանա, ռուսին կմեղադրես, մեղավորը քո վարչապետն է, քո պետությունն է։ Արսեն Խարատյան։ Դու այնքան տխմար անգրագետ չես, որ այդքանը չիմանաս։ Ու այս ամեն ինչի մեջ մաքրել Փաշինյան Նիկոլի կառավարության մասին մոռանալ, ուղիղ մեղադրել ռուսներին, սա Նիկոլ Փաշինյանի փրկելու գործ է, ոնց որ ռուսական ագենտուրան անում, նույն բանը, ամեն ինչ գցում է Նիկոլի վրա, արդարացնելու մեջից անելով ռուսներին։ Այն էլ ռուսներին է լվում, այսինքն դուք երկուսով, դուք երկու կողմ եք, ռուսական ագենտուրան եւ դուք թուրքերը, դուք հայ ժողովրդի դեմ եք, որտեղ դուք անարգում եք իրականությունը, որ այս հանցագործության մեջ երկուսն էլ մասնակից են եղել։ Ամեն մեկը իր հերթին։ Որ համատեղ ջանքերով են փուրը տվել արցախցիներին, առանց որևէ տեղից մի հատ աջակցություն ցույց տալու։ Դա սա է մանիպուլյացիա։ Կադին Տոնոյանի գրածն եմ ուզում կարդամ, քանի օր հրաշքից առաջը, մտածում եմ գուցե շատ անձնական է, բայց իրական է, խելագարվում եմ։
Մենք քեզ նման հազարավոր լույսեր մարեցին, որ ձեզ սպանողների հետ այսօր բիզնես անեն, որ իրենց հաղպացած լակոտներն ապրեն ու վայելեն ձեր արյամբ ցրպացած հողը։ Եվ սա է տիեզերական արդարություն։ Անիծվեք դուք սերունդե սերունդ։ 7 անգամ ավելի տեսնեք այն ցավը, որ մենք ենք տեսել։ Այս գրությունը գրառում ունի 2 հասար հավանություն։ Այսինքն պաստորեն Փաշինյան Նիկոլ, ես վստահ եմ, եթե ես պոստը տեսած լինեին գրառում է 2 միլիոն մարդ, հավանությունը կլներ գոնե կես միլիոն, հա։ Այսինքն առնվազն այդքան մարդ, իսկ այս պահին 2000 մարդ անիծում է ձեզ սերունդե սերունդ ու լրիվ հիմնավոր, ստե բառ անգամ, տառ անգամ չափազանցված չի։ Եվ նրանք, ովքեր ընտրում են Նիկոլ Փաշինյան, սա նաև ուղղված է իրանց, որտեղ իրենք համաձայն են, իրենց համար նորմալ է, այն ինչ որ նկարագրում է Տիկին Կարին Տոնոյանը։ Սա չափազանցություն չի, սա իրականությունն է։ Ես ես ուզում եմ հիշացնել, որ արդեն 2 օրից ես կլինեմ, արդեն 2 օրից չէ, վաղը, կերակի օրը լինելու եմ Մոնրեալում, Մարի Մանուկյան հոլում, եկեղեցում ադա, խնդրեմ ժամը 2-ին համեցեք հանդիպման, ձեր ընտանիքներով, ընկերներով հանդերձ, մուտքն ազատ է, սպասեմ ես ես։ Եվ ես ձեզ կոչ եմ անում միանալ անպայման Վարդան Հակոբյան ալիքին, ես նոր եմ սա տարածել, Վարդան Հակոբյան Պատիոն, լինքը ներքևում կա դրված, ինչն է առավելությունը։ Դուք Պատիոնում կարող եք նայել բոլոր վիդեոները նախ առանց գովազդի։ Երկրորդը դուք սանով աջակցում եք ալիքի զարգացմանը, երրորդը դուք դառնում եք ապագա ինքնաճանաչման, շարժման, աջակից եւ առնվազն անդամ եւ աջակից։ Իսկ ինքնաճանաչում շարժումը ես կարծում եմ անխուսափելի է, եթե մենք ինչ-որ մի բան ուզում ենք փոխանցենք, որովհետև ես ոչ մի առանձնապես լավատեսական հույս չունեմ, որ մենք միանգամից ունենալու ենք այն Հայաստանը, որի մասին մենք երազում ենք։ Լավագույն դեպքում մենք կարողանանք կասեցնել անկումը, այսինքն Նիկոլ Փաշինյանին գրողիցոցն ուղարկելը սա առաջի քայլն է, կասեցնումը, բայց այն, որ մենք ենք ուզում ստեղծենք, դրա համար լուրջ աշխատանք է պետք։ Եվ մյուս կարևոր բաները, որ դուք ունենաք հնարավորություն նայել են տեսանյութերը, որոնք ես տեղադրում եմ բացառապես մեր այս ակումբի անդամների համար, որովհետև բաներ կան, նեղ մասնագիտական եւ շատ զգայուն թեմաներ, որոնք ես մի քանի հազար, տասնյակ հազար մարդկանց համար դեռ չեմ տարածում, որտեղ գտնում եմ վաղը դրա մասին խոսելը։ Եվ մյուս կարևոր հանգամանքը նույնպես, որ այս անդամների մեջ կարող են լինել մարդիկ, որոնք ունենան հատուկ ցանկություններ, հատուկ թեմաներ ամփոփելու, շոշափելու համար, որով այստեղ մենք հնարավոր ունենք կիսվելու եւ քննարկելու։ Այնպես որ բաժանորդագրվեք Patreon-ին, հետաքրքիր պլատֆորմ է շատ, օգտակար։ Հետաքրքիր զարգացումները Ռուսաստան-Հայաստան տնտեսական համագործակցության մեջ սկսվում։ Վայելբերիսն ու Օզոնը դադարեցել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները, այսինքն այն հայաստանյան ընկերությունները, որոնք Վայելբերիսով եւ Օզոնով ինչ որ վաճառքներ ունեին, հա, օգտագործում են այդ պլատֆորմները որպես պլատֆորմ վաճառելու համար, փաստորեն զրկվել են այդ հնարավորությունից։ Ինչ է սա։ Սա էսենց բացատրեմ, էլի հիմա մտնեք սրան։ Տվյալները ցույց են տալիս, որ ասում եք, սա այս կարգի վարչապետ լինելու հետևանքներն է։ Նա վերադառնանք սա մասին առանձին խոսանք, բայց երբ որ դու ունես երկրի ղեկավար, որը կարող է իրեն թույլ տա աշխարհի բոլոր կենտրոններին խափի միաժամանակ, խափի, ոչ թե հարմարվի, ոչ, խափի, որտեղ Ռուսաստանը ինքը հարմարված լինել մենակ
Վայլբերիս էս բանը չէ տան։ Այսինքն սրանք բոլոր սանկցիաներ են։ Այս ֆուրերի կանգնելը, հեսա մանրամասն խոսալ ենք ամեն ինչով։ Այսինքն սա ոչ միայն չի համագործակցում ոչ մեկ այդ բոլորի խափումը, սա պետքա լիներ անխուսափելի, հասկանում եք, դուք չեք կարող մշտապես խափել ձեր գործընկերներին։ Նույնիսկ ամենավատ գործընկերոջը դու խափում ես, սկսում է քեզ ուղղակի իր ռեսուրսների սահմաններում հնարավորության քեզ ոչնչացնել։ Հիմա ինչ որ կատարվում է Հայաստանի հետ։ Սա լավ չի, որ Ռուսաստանը լավն է կամ վատն է, հա? Եթե մենք ասենք ինքը հստակ որոշել է գնում է Եվրոպա եւ ընդեղ է կարգավորել, դա համար Ռուսաստանը բանեն, հա, նյարդայինանում է ինչ-որ մի բաներ, հասկանայի ես, բայց չէ։ Սա նրա հետևանքն է եւ այս կոդուսների պատճառներն է, որ Հայաստանը ավելի է խորացել ԵԱՏՄ-ում, քան երբևէ եղել է։ Եվ միաժամանակ խափում է այն գործընկերներին, որոնց հետ ինքը ավելի է խորացել։ Այսինքն, տեսեք ինչ է, ամբողջ տնտեսությունը Հայաստանի ներգրդել այնտեղ, բայց իր քաղաքական հարցերը լուծելու համար այդ տնտեսությունն էլ, մարդկանց էլ, տնտեսվալողներին էլ, ամեն ինչն էլ հարվածի տակ է դնում, որպեսզի միաժամանակ նաև կարողանա բավարարի եւ Եվրոպային, եւ Իրանին, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ես չգիտեմ։ Այսինքն մի հատ անառակի կուրտիզանկայի պահվածք, հասկանու՞մ, դու չես կարա կամ վրդ գրի, որ ես կուրտիզանկա եմ, մարդիկ իմանան քեզ ինչ են անում։ Ասում եմ կամ բանը թուլացնող խմի կամ քնաբեր, դու չես կարա երկուսի միասին խմես, հասկանում ես։ Հիմա այս երկուսը միասին է խմել։ Համ փորը թուլացնող է խմել, համ քնաբեր։ Դա համար ամբողջ գիտությունը, տնտեսությունը հանդերձ այս վիճակի մեջ է։ Բանաձևը սա ոչ թե սանկցիաների արդյունքը, որ սա պայթելու է հայկական տնտեսությունը, չէ, սանկցիաները չի, այլ որ հայկական տնտեսությունը ամբողջովին մցրած է այնտեղ։ Եվ միևնույն ժամանակ քաղաքական կապիկություններ է անում։ Չի բացե ոչ մի դուռ, այս էլ փակում է ուղիղ։ Կամ չի փակում է, ասում է, չէ, բաց է այս դուռը։ Բայց գիտես, չէ, ես ընդ գործունեի, ընդեղից է, որտեղ դու արդեն թուլացել ես։ Ես քո մոտից դուրս չեմ գա, բայց ընդեղ պետք է անեմ մի բան, հասկանում եք, 8 տարի ասան հանդուրժում են։ 8 տարի։ Նույնը անում է Եվրոպանի միջավայրից։ Նույնը էսա անելու է Եվրոպանի հետ, երեք արդեն արեց։ Երեք արդեն ինչ որ պետք է քաղաքական իմաստով հայտարարեց դրեց դեմը, որի համար էլ հիմա Բաքվում շորերն են ճղում, մենք դա մասին էլ ենք խոսալու։ Հայաստանի տնտեսությունը, տնտեսվալողները, գյուղացիները, մանր բիզնեսը, որը Ռուսաստանի հետ կապ ուներ, սրանք մեծ կորուստներ են ունենալու մենակ մի բանի պատճառով, որ Փաշինյան Նիկոլի նման վարչապետ ունեն։ Այսինքն մի հատ կենթանի է իրենց։ Մասա լսեք հիմա։ Տվյալները ցույց են տալիս, որ Փաշինյանը Հայեկոնոմբանկն օգտագործում է իր անձնական շահի համար։ Գիտեք Հայեկոնոմբանկը ումն է։ Ճիշտ եք, Գրզոյինը։ Հայեկոնոմբանկը 52 մասնաճյուղ ունի Երևանում եւ մարզերում։ Հիմնական բաժնետերերը Սուքիասյան եղբայրներն են, որոնք բանկի բաժնետոմսերի կեսից ավելին ունեն։ Սուքիասյանները ակտիվորեն աջակցում են իշխող կուսակցության քաղաքականությանը, ֆինանսավորելով նրանց նախագծերը բյուջեից դուրս։ Բանկը նաև համագործակցում է խոշոր միջազգային հաստատությունների՝ ՎԶԲ, ՕՊԵԿ հիմնադրամ եւ ԱԶԲ հետ, ինչը թույլ է տալիս Սուքիասյան ընտանիքին օգտագործել արտաքին ռեսուրսները, համատեղելով դրանք ներքին քաղաքական իշխանության հետ։ Այս ամբողջ բանի մեջ, օղակի մեջ չկա ժողով։ Գոյություն չունի։ Կա մի քանի ընտանիքներ, որոնց համար է ամեն ինչը արվում։ Եվ այս քաղաքական կապիկության մեջ ես ասեմ ձեզ, պատմությունը ցույց է տալի հետևյալը, որ առաջի հատված ուտում են հենց այդ ընտանիքները։ Լրիվ արդարաբար։ Դա անխուսափելի է։ Անխուսափելի։ Նես ոչ մտածեք Ռուսաստանի հետ էս ընդհանումը, որ տնտեսական կա, Գրզոյի վրա չի ազդելու, ոնց չի ազդելու, կամ Լֆիկի վրա չի ազդելու, ոնց չի ազդելու, ոնց, բայց սա սկիզբն է։ Ամենամեծ հետաքրքիր զարգացումները լինելու են, երբ որ հանկարծ Փաշինյան Նիկոլը կարողացավ իրեն պարտադրել հայ ժողովրդին։ Այն ժամանակ ոչ միայն դուժելու հայ ժողովուրդը, այլև առաջինը փուռը գնալու են հենց այդ օլիգարխները, որոնք սրանց բերել են, պահել են իշխանության։
եւ ուժայինները, որովհետեւ Թուրքին դուք պետք չեք։ Հիմա Ռուսաստանը իր խոսքը ասեց, մտածեք Եվրոպարլամենտի ինչ է ասում։ Եվրոպարլամենտի դեսպանը կանչվել է Ադրբեջանի գնը։ Բա դուք էս ինչ ռեզոլյուցիա եք ընդունել։ Էս ինչ եք անում դուք։ Ոնց թե արցախցիները, էթնիկ զտումներ, մշակութային ցեղասպանություն։ Լավ են կարել անում ենք։ Բա ու իմացանք, որ դրանից հետո մի քանի ժամ հետո Ադրբեջանի մերնի միջլիսը որոշել է, որ կասեցնում է հարաբերություն Եվրոխորհրդարանի հետ։ Անտիշ։ Հիմա այդ Եվրոխորհրդարանը ներկայացուցիչների հետ միասին գալու են Հայաստան ժամ ամսի 4-ին 5-ին։ Պատկերացնում եք ինչ խաղաղության մասին պետք է խոսեմ։ Մի երկրի հետ, որը թքած ունի իրենց որոշումների վրա եւ կասեցրել է հարաբերությունները։ Այսինքն սրանք գալու են այս եվրոչինովնիկներն ասեն, մենք ուրախ ենք ձեր խաղաղության հետ մի երկրի հետ, որը տշած ունենա միջազգային օրենքները, դադարեցնում է հարաբերությունները մեր հետ, ու դա դուք կոչում եք խաղաղություն, ընդամենը 2 օր հետո գալու են, չէ՞։ Բայց իրաց ամենակարևոր քաղաքական հայտարարությունը եւ արեց Ռուսաստանը եւ արեց Եվրոպան։ Հիմա որտեղ է բանը։ Հարց եմ տալի, որտեղ է Փաշինյան Նիկոլը։ Հույսն ինչն է։ Ջեյ Դի Վենսը այսօր լացակումած դրա մասին էր խոսում Զելենսկին եւ ուղիղ մեղադրում էր Ջեյ Դի Վենսին Ռուսաստանի ծառայելու եւ Ուկրաինային դավաճանելու մեջ, որովհետեւ որոշում կայացվեց, որ 27 թվականից վերջանում է օգնությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային։ Վերջ։ Եվ այդ փաստորեն դրանով ով է մեղադրում, չի ասում Թրամփ։ Ջեյ Դի Վենսն ով է բան որոշի։ Ջեյ Դի Վենսը ընդամենը ուղարկում էր կոմենկոն մальчик для битья, պինգ-պոնգ, տշելու համար։ Գոլֆի բանը, գոլֆ շարիկա էլի։ Չի կարողանում ասի Թրամփ։ Ասում է Ջեյ Դի Վենս։ Հիմա սրանն է։ Եվրոպան ասեց, Ռուսաստանը ասեց, որտեղ է ինքը մնալու։ Ադրբեջանին ու Թուրքիային կպած, սրան են իրան աջակցելու, թե աշկս տեսնի։ Աշկս տեսնի։ Ջեյ Դի Վենսն աջակցելու, չէ։ Ջեյ Դի Վենսն չի աջակցելու։ Եվ ընդհանրապես քաղաքականության մեջ տենց է։ Զելենսկի օրինակով ասեմ, ու էստականքի օրինակով ասեմ, հա։ Երբ որ դու ճշմարտության եւ հարմարավետության մեջ ընտրում ես հարմարավետությունը, դու շատ արագ կորցնում ես եւ հարմարավետությունը եւ ճշմարտությունը թքում է քո գորացի վրա։ Վերջ։ Էսա այն ինչ որ արեց Զելենսկին, այն ինչ որ անում է Փաշինյան Նիկոլը։ Երբ որ Զելենսկին արդարության եւ օգուտի մեջ ընտրեց օգուտը, մի անգամից աջակցելով Իսրայելին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, մտածելով հեսա աջակցեմ, ասկի չի կարելի իմ դրոսները ռմբակոծել, բայց կարելի է Իրանին անել նույն բանը եւ ես աջակցում եմ դրան։ Եվ որ դու դրան ես գնում, բարձում է դու մերժվում ես եւ ընդերից եւ ում համար ես ամեն ինչ արեցի, դիքտել թքած ունենա քո ծառայությունների վրա։ Այտենց է, կյանքն է այտենց, ընտանիքում, ընկերական հարաբերությունների մեջ, պետությունների մեջ հարաբերությունների մեջ։ Այն մարդիկ, որ մտածում են քաղաքականությունը դա չասեմ, պոռնկությունն է կամ ստախոսությունն է, քծնանքը դա դրանց պատկերացումն է քաղաքականության մասին, որովհետև իրենց ուղեղում դա է աշխատում։ Իսկ իրենց հաջող հասարակությունների մեջ, իրենց քաղաքականությունների մեջ պես բան չկա։ Գիտեք ինչ, որտեղ վաղուց համոզվել են, որ այդ մեթոդները կարճաժամկետ են։ Այ ինչպես Զելենսկու համար, ինչպես Տխմար Փաշինյան Նիկոլի համար, բայց արդյունքում Հայաստանի Հանրապետությունն է տուժել որպես պետություն։ Բայց դե իմը սա է, ինչ ունենք, սա էտեք, այդպես վարչապետ ունեք, բա արդյունք ուրիշ պետքա լիներ, իհարկե ոչ։ Ամսի 7-ը պետքա լինի այս ամեն ինչի վերջը, վերջնիկետը։ Ազատի զինվորական կացարանի հոսանքի ծախսը իրենց գրպանից վճարել են սպաները, ոչ թե պետությունը։ Բացառիկ մանրամասեր։ Ես այս մասին առանձին կանադառնամ Պատրիանում, որովհետև սա շատ մեծ թեմա է։ Շատ։ Այ sense բաներ կա, որ ես Պատրիանում եմ անդրադառնում, որովհետև չեմ ուզում տասնյակ հազարավոր մարդկանց ուշադրությունը շատ փոքրիկ, բայց կարևոր թեմայի վրա տարածել, որովհետև այնքան կա նորություններ, իմ ասած որ նայում եմ, տեսեք, այսքան թեմաներ ես էլ պետք է հասցնեմ
անցնեմ, հələ ստեղ եմ, այսքան էլ ես պետք է անցնեմ, որովհետև մեկը մեկից կարևոր է։ Այս մասին ես ավելի մանրամասն կասեմ պատճենում, բայց ընդհանուր ինչ ասեմ, սա այն բանակն է, որը սպանել է Փաշինյան Նիկոլան։ Այսինքն բանակը սպանել է այն աստիճանի, որտեղ կացարանի հոսանքի ծախսերը վճարել են սպանել իրենց գրպանից։ Դու պատկերացնում եք ինչ վիճակ է, ինչ վիճակ է, ու միլիարդները գնում է այդտեղ, հոսում է այդտեղ։ Բա ուզում եք համ Փաշինյան Նիկոլ ունենանք, համ նորմալ բանակ չի լինում։ Գերլոյն կորսը կոչի արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։ Միացյալ Թագավորությունում խորհրդարանի լորդերի պալատի անդամ Բալոնի Գերլոյն Կոքսը բաց նամակ է ուղղել Հայաստան-Եվրոպա միության գագաթնող ժողովի նախաշեմին, հոյակապ։ Փաշինյան Նիկոլ ուրիշ բան է ուզում անել, լրիվ ուրիշ բան, բայց ուրիշ բան է ստացվել։ Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի եւ Արցախի պատանդարված անձանց եւ ռազմագերիներին, որոնք մինչեւ այսօր մնում են Ադրբեջանի գերության մեջ։ Խոսքով ամակ ամբողջը դրա մասին է։ Իսկ Փաշինյան Նիկոլը պետք է այդ օրերին պատասխան տա առ այսօր ինչու դրանք ազատված չեն։ Ինքը խոսալու է խաղաղության մասին, ինքը խոսալու է, որ իրենք հորական հարաբերություններ ունեն, բայց պետք է պատասխան այդ հորական հարաբերությունների արդյունքում ոնց է լինում, որ գերիները ազատված չեն, ոնց է լինում ցեղասպանություն, հուշարձանների ցեղասպանություն Արցախի տարածքում, ոնց է հորական հարաբերությունների պարագայում Ադրբեջանի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում, այս ամեն ինչի պետք է բացատրությունը տա։ Ասում են փորձագետները, ավելին աշխատավարձից արդեն 260-ից ավել ուսուցիչներ ստանում են 400,000 դրամ եւ ավել վարձատրություն։ 260-ից ավել ուսուցիչներ։ Հայաստանում քանի ուսուցիչ կան, այս հետաքրքիր է։ 260 ուսուցիչ։ Ես ուղղակի ուզեցա հասկանամ ինչքան դպրոց կա Հայաստանում։ Հայաստանում կա 1400-ից ավել դպրոց։ Նույնիսկ բոլոր տնօրենները չի, որ 400,000 աշխատավարձ են ստանում։ Եվ սա ներկայացում է որպես ձեռքբերում, իսկ ուսուցիչների թիվը մանկավարժների 38,275։ Այսինքն 38,000-ը չունեն աշխատավարձ, այդ 260-ն ունեն աշխատավարձ 400,000։ Պատկերացնում եք, ու սա ներկայացում է որպես ձեռքբերում։ Կամավոր ատեստավորումն անցնելուց հետո ուսուցիչները չեն կարող ստանալ այնքան աշխատավարձ, որքան նշում է Ժաննա Անդրեսյանը։ Մեկ ուսուցիչը, որպեսզի ստանա 400,000 դրամ աշխատավարձ, պիտի մեկ դրույքաչափից ավելի դասաժամեր ունենա, իսկ մեկ դրույքաչափը հավասար է 20 դասաժամի, այսինքն նա պիտի դպրոցի այդ առարկայի միակ ուսուցիչը լինի։ Իրենք որ ասում են այդ ինչ-որ 400,000 բան աշխատավարձ ակալու, ոնց կարող է կրկնակի անգամ արելան աշխատավարձ 400,000, եթե դրույքաչափը 119-810 դրամ է։ Ինիվ կեղծ է իշխան։ Դասկի 4 անգամ դրույքաչափից պետք է շատ աշխատի, որ 400,000 դրամ աշխատավարձ ստանա։ Սրանց սուտը Անականների այն պնդումը, թե ուսուցիչները կստանան կամ արդեն ստանում են 400,000 դրամ աշխատավարձ, ասում են փորձագետները։ Ավելին աշխատավարձի ցածր լինելով է պայմանավորված, որ դպրոցներում մասնագետների պակաս կա, որը նախարարությունը չի ընդունում։ Ընդ որում դպրոցներում կա հստակ թույլատրելի ժամանակ, որից ավելին ուսուցիչը չի կարող ունենալ, ուստի նախարարության կողմից խոստացված բարձր աշխատավարձը իրատեսական եւ իրական չէ։ Հայերեն ասած, ստում է։ Նույնիսկ եթե 260 հոգի 400,000 դրամ է ստանում, 38,275 հոգուց այնտեղ եւս մնում է 38,025 հոգի, որ չի ստանում 400,000 աշխատավարձ։ Էթանի եք դուք։ Սա լսեք։ Փաստորեն Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի Ծյումենում ապրող եղբայրը, բայց Փաշինյան Նիկոլը ներկայացում է սա որպես իրան ձեռքբերում։ Փաստորեն համայնքապետի եղբայրը, որը ապրում է Ծյումենում, նա մանկապարտեզ է սարքել։
Սա Նիկոլը ներկայացնում է իր ձեռքբերում։ Բայց սա եթե համայնքապետը լիներ, ասենք, ոչ թե ԿՊ-ական, այլ ուրիշ մարդ, սա կդիտարկվեր որպես կաշառք, ընտրակաշառք եւ համայնքապետով, բանով, բանդոս դասատուները բոլորը կձերբակալվեին։ Պատկերացրեցիք։ Ես ամասին կարճ ուզում եմ հիմա անդրադառնամ, հետո ավելի մանրամասն կանդրադառնամ էլի առանձին տեսանյութով պատյոնում։ Արամ Գաբրիելյանը ուղիղ մեղադրանք է ներկայացնում դավաճանության մեջ Օնիկ Գասպարյանին։ Ասում է, թե սուտ եմ ասում, թող ասի ես սուտ եմ ասում։ Իրան Մոսկվայում մի քանի անգամ бар։ Այդ ամբողջ ընթացքում սա գնացել, վազել եկել է Մոսկվա։ Հարցել է, ինչու հայկական բանակը չի մասնակցում։ Որտեղ են Իսկանդերները, որտեղ է գեներալ Գրիգորի Խաչատուրովը։ Բոլորն հարցերից մենակ մի հատ պատասխան կար։ Փաշինյանը դա թույլ չի տա հրաժարականի եւ ձերբակալության սպառնալիքով։ Այսինքն, որպեսզի ինքը հրաժարական չտա եւ իրեն չձերբակալեն, ինքը սա չի առաջարկում, ասելով Փաշինյանը թույլ չի տա։ Ես խստորեն պահանջեցի, որ Օնիկը հրապարակավ դիմի գեներալ Գերասիմովին եւ անձամբ Պուտինին օգնության համար։ Գասպարյանը իրեն ստիպեց ասել, Փաշինյանն արգելել է ռուսներին դիմել եւ անձամբ է բանակցում Ալիևի հետ, այսինքն դուք մի բան եք, ես անձամբ եմ բանակցում Ալիևի հետ։ Ստեղ ես կարող եմ ընդունել, որ ստեղ էլ ռուսների մաքրելու փորձ կա, որ Պուտինին չեն ասել, պետքա դիմեին, դրա համար չի արել մի խոսքով, բայց ուրիշ բաներ էլ կա, որ նա անձամբ է ամեն դեպքում բանակցել Ալիևի հետ։ Օնիկը չի դիմել դրան, որ բանակն օգտագործվի պատերազմի մեջ, որտեղ վախեցել է իր հրաժարականը պահանջեն, ստեղ այնքան բան կա կարևոր։ Պետք չի որ մենք 100% հա ընդունենք ճշմարտություն։ Բայց ասում եմ, եթե սուտա, դու ասես, ասեմ սուտա։ Ես նրան ասացի, որ մեր լրագրող Սիմեոն Պեգովը, որը գտնում է Թեշկետում, ինձ տեղեկացել է, որ դուք հրամայել եք զորքերը դուրս բերել Քարին տակից։ Օնիկը պատասխանել է. ես չէ, այլ նա հրամայեց Շուշին հանձնել, ադրբեջանցին անպատրվակով թե զորքերը փախել են։ Բա ով էր Օնիկ Գասպարյան գենշտաբի պետը։ Բասոն ստեղ ուրիշ բան արձանագրեցինք, որ այն Սեմյոն Պեգովը, որը իբր լրագրող էր Վարգոնզոյից, նա լրտես էր ուղարկված ընդ եւ ինֆորմացիա էր տալի, որտեղ ինչ է կատարվում։ Եթե տվել է ռուսների տալան տամ ծախացել են նաեւ թուրքերին։ Սա ապացուցվեց եւս մեկ փաստ, որ դա ինֆորմացիա տվել։ Երկրորդ փաստը, որ Գասպարյան Օնիկը ասում է, որ ես չեմ տվել Շուշին, այդ էլ է ինքը տվել։ Արա ով է գլխավոր շտաբի պետը Գասպարյան Օնիկը։ Դու թե ինքը։ Ինքը հանցագործա, բայց ինքն ասել է ես խաբար չեմ։ Ունես գրավոր այդ հրամանը։ Ցույց տու։ Գրավոր հրամանի դեպքում դու ես դատվել, Փաշինյան Նիկոլն է դատվելու, բայց եթե գրավոր հրաման չկա, դատվելու ես մենակ դու, որտեղ ես տական քասելու աղբետ ջան, ես տենց հրաման չեմ տվել։ Ասում եմ, եթե ուրիշ բան եմ ասում, եթե սխալ բան եմ ասում, թող արդարանա։ Օնիկ Գասպարյան, լսում ես։ Եվ Օնիկ Գասպարյանին կից ով կա, ովքեր դա հանգած կարող է ջղաձգվեն, այս հարցերի պատասխանը ուրեմն ջղաձգվելուց առաջ պիտի տակ նաև դուք։ Բայց ոչ թե նամար իշքան վատներ, ասենք Սերժ Քոչարյան, մեզ հետ այդ քիչ իշքան վատներ եղել Սերժ Քոչարյանը։ Այդ տխմարաբանությունը տարեք ուրիշ տեղ պատմեք, էլի։ Կոնկրետ Շուշի հանձման կարիտակի բանը տալը Օնիկ Գասպարյանը, որը ինքն է դրա պատասխանատու, ունի հրաման Սերբանը Նիկոլ Փաշինյանից, գրավոր, որ ասել է դու դուր։ Որ ասել է դուր։ Հա, մենք էլ կասենք զորքը փախել է։ Լավ, արա գնանք միջազգային նորություններից ու վերադառնանք։ Դե ամերիկյան Նիկոլն էլ իր տարերքի մեջ է, հիմա 25%-ելի Թրամփ, մաքսատուրք Եվրոպայից ներմուծվող մեքենաների եւ բեռնատարների վրա։ Տենց է որոշը։ Ինչի, որտեղ ՆԱՏՕ-ն չի միանում պատերազմին։ Ինքը ուզում է կորզանի Իրանը, ՆԱՏՕ-ն հասկանում է այդ իր պատերազմը չի, առավել եւս։ Ինքն ասել է, որ դուք ագրեսոր եք, որտեղ Եվրոպայի դատարանը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ագրեսոր են, ՆԱՏՕ-ն չի կարող հակառակ գնալ Եվրոդատարանին։
Չի, կարող է որպես ռազմակառույց գնա, ռազմական կառույց, բայց իրան հետաքրքիր չի իրականացնել ռազմական հանցագործություն։ ՆԱՏՕ, բայց այդ ՆԱՏՕ-ի մեջ կան երկրներ եվրոպական, որոնք ենթարկվում են եվրոպական օրենքներին։ Իրանք կոնսենսուս ունեն։ Իհարկե ստախմանը ամերիկյան Նիկոլը թքած ունեն այդ կոնսենսուսի վրա։ Իրան մի բան է պետք։ Իրա ոչինչ չարժող կյանքը փրկել այս պատերազմով։ Եվ դրա համար պետք է Եվրոպայի օգնությունը։ Եվրոպաներ իրեն գրողից օգնահարարկում հնարավոր բոլոր տարբերակներով։ Սա էլի պատիժ 25% մաքսատուրք։ Ընդ որում, այդ նախկին մաքսատուրքերի կրած վնասները ուրեմն վճարում է ժողովուրդը, օգուտները ստանում է Թրամփը եւ այն կորպորացիաները, որոնք այս արանքում մեր վրա թանկ ապրանք են ծախել։ Հիմա բոլոր այդ կորպորացիաները, որոնք մեր վրա թանկ ապրանք են ծախել, իրանք դատի են տալի պետությանը անօրինական տարիֆները հետ ստանալու համար։ Բայց այդ ամեն ինչը արդեն վճարել ենք մենք սպառողներս։ Դրանում է կոնգրեսի հավանությանը Իրանի դեմ պատերազմ վարելու ժամկետը։ Վերջ 2 ամիս է տվել, 2 ամիսը լրացել է։ Ժամանակ չունի։ Դա ոտքի է հանել բոլոր հնարավոր ռմբակոծիչները այս մոտորես Իրանը ավիրելու համար։ Իսկ հիշում եք երևի մի քանի օր առաջ Արաքչին գնացել էր Չինաստան, չէ՞։ Հետո եկավ Մոսկվա։ Եվ այսպես Իրանը առաջարկում է, որ բանակցությունների մեջ պետք է բանալի տեղ ունենա, կարևոր տեղ ունենա հենց Չինաստանը, պատկերացնում եք։ Այսինքն իրանք դառնալու են մի կողմ, Իսրայելն ու Ամերիկան դառնալու են իրանց հետ մի կողմ։ Սա է լինելու է։ Ռուսաստանի չառաջարկի, որտեղ Ռուսաստանը տնտեսական այնպեսի լացելու վիճակի մեջ է։ Այն կարգի լացելու վիճակի մեջ է, որ նույնիսկ զենք չունի շքերթին ցույց տալու համար, որ փող չունի, ստիպված այսօր կարծացի, որ մի հատ օլիգարխ են որոշել ունեցածը 3 միլիարդ դոլար կոնֆիսկացնել պետությունը, հա մարդկանց պահուստներն է բանկերի խլում, այդ կարգի վատ է Ռուսաստանում իրավիճակը։ Բայց դու Չինաստանում ամեն ինչ նորմալ է։ Իրանը ասում ուզում ես հետս բանակցես։ Միայն Չինաստանի միջոցով։ Չինաստանը պետք է լինի այդ ամեն ինչը վարողը։ Դե Թրամփը պետք է գլուխը կախ, ընդունի, որոնց արբիտր լինելու է Չինաստանը։ Ախավ տանուն տրված պատերազմ է սա։ Եվ մենք ունենք FIFA-ի հայտարարությունը, որ Ամերիկայում կայանալի ֆուտբոլի առաջնությանը 2026 թվականին մասնակցելու է Իրանը նույնպես։ Ես շատ դժվար եմ պատկերացնում, թե Թրամփը ինչպես է հանդուրժելու հանգամանքը, բայց դե այլ տարբերակ չունի, չի կարա արգելի Իրանի մասնակցությունը։ Կարող է վիզաներ չտա, բայց ավելի սա մեծ սկանդալ է դառնալու հենց իր համար։ Տեղից երկրում իրավիճակը այնքան լավ չի։ Մանավանդ որ Իրանը ռմբակոծել եւ ավիրում է իր հերթական նավը, ռազմանավը։ Սա արդեն ոչ թե իրանական նորություն է, այլ ամերիկյան լրատվամիջոցներն են տալիս։ Իրական որ ճանապարհը պատերազմը շատ թեժ է եւ չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքների ներսեմ անելնանում Իրանը ոչ միայն փակած է պահում այս միջանցքը, այլև ռմբակոծել եւ ավիրել է հերթական ամերիկյան ռազմանավը։ Եվ ամեն դեպքում Իրանը բանակցություններ fake, հա, պայմանականորեն ընթացքում իր էլի բաներն ուղարկում, ցանկություններն ուղարկում, թե ինքը ոնց է պատկերացնում այդ խաղաղությունից։ Խաղաղությունը հետեւյալ ձև է։ Նետանյահուն հանձնում եք ռազմական դատարան, տրիբունալ, վերակառուցում եք ռազմատուգանք եք վճարում Իրանի եւ Իրանը ունի իրավունք միջուկային զենք արտադրելու եւ ուրանը հարստացնելու։ Այսքան բան կընդունեք, կլինի խաղաղություն, չէ՞, դուք գիտեք։ Սա էլ այն հոդվածն է, որ ես պատմում եմ, որ Զելենսկին ուղիղ մեղադրում է Ջեյդի Վենսին ռուսներին ծառայելու մեջ։ Հա, եւ Իրանին եւ Ուկրաինային աջակցությունից զրկելու մեջ։ Հա, ուղղակի այստեղ էլ Զելենսկին ազնիվ չի։
ինքը վախենում է ուղիղ անհասկանալ տա ով այս ամեն ինչի գլխին կանգնած։ Թրամփյանը տալու փոխարեն, չտալու փոխարեն տալիս է Ջեյ Դի Վենսի։ Մարդ, որ ոչինչ չի ներկայացնում, ոչինչ չի որոշում, ընդհանրապես էլ։ Այտենց է, ես ասում եմ, եթե դու հարմարավետության եւ ճշմարտության միջև դու ընտրում ես հարմարավետությունը, շահատ։ Ոչ են ունես, ոչ են արդյունքում։ Սա շատ հետաքրքիր post է։ Ուրեմն պոլիտիկոն գրում է, որ պոլիտիկոյի եւ տելեգրաֆի բաներին, աշխատակիցներին ուղիղ ասել են կամ կաջակցեք իսրայելական քաղաքականությունը կամ դիմում գրեք դուրս եկեք։ Այս աստիճան վատ է իրավիճակը։ Ուղղակի իրանք էլի չեն ուզում հասկանալ մի բան, շատ համառոտ չեն ուզում հասկանալ մի բան, որ պոլիտիկոն, չգիտեմ, որսի ժուրնալ կլինի, որն ուզում է լինի, հա, դրանք այն թերթերն են նախ, որտեղ կարա լինի տարակարծություն, երկրորդը, եթե նույնիսկ բոլորը տպեն պրոիսրայելական հոդվածներ, իրանք հենց վաղը կդադարեն գոյություն ունենալ։ Վաղը, որովհետև մարդիկ այս թերթերի համար վճարում են, ու մարդիկ կդադարեն վճարել այդ թերթերին, եւ որ իրենք դառնան ուղիղ իսրայելական այն աստիճանի քարոզչական գործիք, ոնց որ եղել են, ասենք 20 տարի առաջ, որովհետև այս մարդիկ նայում են արդեն ուրիշ բաներ նույնպես, հա, ուրիշ մեդիաներ, անկախ մեդիաներ, որոնք կան, ու եթե դուք այս շուկայից հանեք այս թերթերը, պոլիտիկոն կլինի, The Guardian-ը կլինի, ուզում ալնի, հա, Wall Street Journal, դուք ոչ միայն ինֆորմացիոն դաշտը չեք փոխի, դուք կավիրեք այդ մեդիաները, որտեղ այսօր մարդուն դժվար է խաբել։ Ուղղակի հրյաները չեն ուզում այս հանգամանքի հետ հարմարվել, մտածում են, որ CEO-ն, շեֆը իրանք են, փող տվողը իրանք են, իրանք կարող են մեդիադաշտը մանիպուլացնել առաջվա նման, ոնց ուզում են։ Չէ, չի, արդեն հնարավոր չի, որովհետև գործիքակազմերն են փոխվել, ինչքան դուք մտածեցիք ժողովրդին ավելի շատ կոնտրոլ անելու, մեկը ժողովուրդը նույն ձեր գործիքները սկսում է հասկանալ ոնց կարելի է հենց ձեն կարող է հենց ձեն դեմ օգտագործել։ Սա միակողմանի բան չի, ճանապարհ չի, ամեն ինչ երկու կողմանի է լինում։ Լսենք։ Ված բաներ եմ ասելու։ Թող ժողովրդին հանգիստ թողեն, ինքն էլ իր ամուսինն է, ասեմ շատ ված բաներ եմ ասելու։ Թող ժողովրդին հանգիստ թողեն, ինքն էլ իր ամուսինն է։ Դրանք բան չեն, որ անում են ժողովրդի գլխին։ Շատ վատ է, որ հասարակությունը քննարկում ընդհանրապես կնոջ կերպարը, կնոջ ենել մեր ղեկավարի, ես լրիվ դեմ եմ։ Ձեր կարծիքով ինչու են այդպես արտահայտվում։ Ցույց են տալիս իրենց անմակարդակությունը ընդհանրապես։ Հասարակությունը մտածում է, տեսնում է այն, ինչ մտածում, ասում է։ Ճիշտ է ասում, ես ընդունում եմ հասարակության կարծիքին համաձայն։ Այն տղամարդուն նախքին կարելի ասել այն կեչը։ Իրենց ազնական կյանքը իրենք են փաթաթում քո վզին 24 ժամ։ Բայց ու քաղաքականությունը մի զբաղվում։ Ինչն է պատճառը, որ նման կերպ են արտահայտվում վարչապետի կինը։ Ինքը իրավունք չունի այդպես վարվելու ժողովրդի հետ։ Սովից փախածները չգիտեն ոնց ասեմ ձեզ։ Մրոտ պատերից, որ ասեն Բիրզան աղա են դարել ու արդեն մարդկանց հալածում են։ Ինչի համար։ Որ մեղքի համար ժողովրդի, կարող եք ասել։ Նիկոլ Փաշինյանը հանուն խաղաղության պայմանագրի պատրաստ է փոխել սահմանադրությունը Հայաստանի, ճիշտ է անում։ Իհարկե ոչ։ Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, հանուն ինչի է պատրաստ տորթի պես մեր հայրենիքը բանտիկն է կապում, տալիս է ուրիշներին։ Պարզ ճշմարտություն է։ Պարզ ճշմարտություն է, ինձ թվում է դժվար է գտել բանական մարդ ոսա։ Ինչ կապ ունի ինքը մեր հետ։ Ոչ մի։ Մեր հետ կապ չունի։ Ուղղակի մենք իրան լուրջ չվերաբերվեցինք, ասեցինք գիժ է, եսի ինչի է, բայց ինքը գիժ չի։ Ինքը լավ է մտածված հերթով անում է, երևի վերջին կետն է սահմանադրությունն է կանի ու կգնա։ Այո։ Եթե թողենք։ Նյանի ոչ ճանաչում եմ, ոչ էլ ուզում եմ ճանաչել, ոչ էլ ուզում եմ տեսնել։ Հենց այնց ես գիտեմ։ Արժանի մարդ չեր են, ինչ։ Արածնարեց մեր ջահելները սաղին դրեց ողան։ Փաշինյանը արժանի է, իսկի ոչ մի բանի արժանի չենի։ Եղավ։ Բայց հիմա ասում են, որ ես չընտրվեմ, նորից պատերազմ եմ։ Պատերազմուր փայ Փաշին թող եղնի։
Փաշինյանը ծախված, վաճառված, թուրքերի կողմից առնված մի հատ դավաճան մարդ է։ Մարդ անվանում են այն մարդուն, ով որ հոգի ունի։ Իրան մարդ անվանելը մի քիչ ամոթ է։ Թող ինձ ներեն այն մարդիկ, ովքեր որ ճանաչում են, հիմա կնայեն, կլսեն, մի երկու բառել իրան կխոսան, ես չեմ ամաչում ճիշտն ասելուց։ Հայրենիքը ծախեց հայրենիքը։ Մի գրչի ուժով ծախեց մեծ հայրենիքը։ Հայաստան բառից մնացել է մի փոքր մաս, այսօր որով էլ գոռում գոչյունը գցելը առանց ամաչելով պատերազմ կլինի։ Այսինքն ես ձեզ վախեցնում եմ, որ եկեք ինձ ընտրեք, որ ես պատերազմ չանեմ։ Որոշ մարդիկ, ովքեր իրա նման, իրա խելքին գնալով, չգիտես ինչից դրթվելով, գոռում են Փաշինյան են ուզում, որ պատերազմ չլինի։ Այսինքն հողերը տվեցինք, հիմա պատերազմ եթե չլինի, այն մնացած հողերն էլ կտանք, ժողովուրդ ջան, դուք խելոք մի փոքր տներ ունեք, այն էլ ապրեք։ Իրա տեղը բեմնա, ոչ թե ժողովրդի մեջ, սրտիկներ դնել, էդի տղամարդու պահվածք չի։ Բեմ չէ, բերդ։ Տղամարդու պահվածք չի, տղամարդու խոսքը պետք է գործ լինի։ Իրա խոսքը գործը թուրքերի օգտին։ Որ Ես ասում եմ, չէ, մեր ժողովուրդը անկախ իր մասնագիտությունից ինքը բարոյական ժողովուրդ է։ Ինքը իմաստուն ժողովուրդ է, անկախ տարիքից, ծերից, մասնագիտությունից, սոցիալական կարգավիճակից։ Այսինքն մեր մոտ կա համընդհանուր կոնսենսուս շատ կարևոր հարցերի շուրջ։ Ու չի կարող այդ կոնսենսուսի բարոյական շերտի մեջ Փաշինյան Նիկոլ աջակցություն ունենալ։ Չի կարող։ Ոչ հայ ժողովրդի օգտին։ Նոր ընտրվելու ժամանակ գոռած, գոչած Արցախ դա Հայաստանը, հիմա ասում եմ ժողովուրդ ջան, ձեզ խաբել են։ Բա դու ով ես որ դու այսօրվա օրը պատմություն ջնջես։ Պատմություն ես ուզում ջնջել։ Լավ, կամ ես խաբելա։ Հիմա նույն սատասող խաբեբային դու ո՞նց ես նորից ձայն տալու։ Քեզ ինչքան կարելի է խաբել, տխմար։ Եթե մեկ իրան ձայնատալի նշանակում է տխմարին կարելի է անverջ խաբել։ Անverջ։ Դու չես կարա ջնջես։ Դարեր եկած պատմությունը թղթի վրա գրած աշխարհն էլ գիտի այլ ազգի մարդիկ լացելով են նայում ասում են ամոթ ձեզ Փաշինյան կոչված Արարած մարդ չեմ ասում ամոթ քեզ այդ ձեր սրտիկները այդ դերասանական քայլերը պրոստո ամոթը Ասում խաղաղություն է, գրական չկա սահմանում։ Ով ասում չկա։ Այսօրվա նորությունները լսել ենք։ Օրական զոհերը կան։ Ո՞վ նկարվել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իհարկե ինչ Նիկոլի հետ նկարվել է հավասարավ Ալիևի հետ նկարվելու։ Դա Նիկոլի հետ նկարվելու։ Առանց համաչելու էլ դրել այն ժողովրդին են քարտեզներն ավարան։ Մեկ է թիզնապահին հարցրեցի, մեղրի կա այդ քարտեզի մեջը որ բաժանում է, չկա մեղրի, ամբողջ երկիրը քանդեց, ես ինչ անթասին ժողովուրդ է։ Ճիշտ ասում, Նիկոլի հետ նկարվելը նույնն է ինչ Ալիևի հետ նկարվես է։ Կոպվել չկա սրանից, աղջիկյան, սամունի պես կպելա, այս ժողովրդին ես հայրենիքը կրծում ու կրծում է, էդի իզուր չեր, որ Աստված, ես Աստծուն էլ ադեպին, Աստված տապանը ինչացրեց Արարատ սարի վրա, ու ես մարդը չի թողում, Արարատի անունտան չի թողում։ Դա, մտածում եք առաջ թող։ Նիկոլ Փաշինյանը սուտասան անպետ մարդ է, այդպես ստախոս երևի աշխարհում երկու հատ կճարես, ինքը մեկ էլ Իրանա, այդ կարգի այդ մագարդակի ստախոս չկա աշխարհում։ Ոչ էլ վախենում եմ Նիկոլից, Նիկոլ դու տղա չես, ոչ էլ վարչապետ ես։ Այն հացը ամոթա, որ դու դունես, այն էլ մեր հայկական հացը, չգիտեմ դու ինչու վաստակ ես, թուրք ես, ադրբեջանցի ես, շուն ես, ինչ ես չեմ ճանաչում, հայը դες բաներ չեր անում։ Ուրիշ, իրա ցանկացած ասած ոչ մի, այսինքն ինչ-որ բաներ խոստացել, այդ հավայն ես, ինչ-որ դիվիդենդները հավաքի, որ ընտրեիք։ Ես
Պարոն Փաշինյան, մի տանջվեք, մենակ կարմիր գույն փոխեք։ Մեկը ձեր ընտրա զանգվածը ամեն ինչ ասեք, ասելու են հա։ Կարեք միանգամից այդ կարմիր գույնը որ դնեք, գերբը ամեն ինչը փոխեք, դնեք աստղ ու լուսին, Հայաստանի Հանրապետություն աստղ ու լուսին։ Թուրանը խփեք ու արտադրեք այդ անձնագրերը։ Դուք ձեր ընտրողներին ինչ ասեք, իրանք ասենց աչքերը փակ ասելու են, այո, խզոր վարչապետ, դուք ճիշտ եք, թալանչիները թող գնան։ Տենց արեք, անիմաստ ծախսեր մի արեք։ Չնայած մեկը ձեր գրպանից չի գնում, տպարաններն են աշխատում, լավ դե։ Արտադրեք կարմիր գույնի անձնագրեր աստղ ու լուսինով։ Ես համաձայն։ Պարոն Ես ասել եմ էլի ու օրական պատրաստ եմ ցույց տալ այն ընկերներին, երիտասարդներին, որոնք կարծիք ունեն արտահայտելու եւ հասկանում են, որ իրենց միջամտությունը հասարակական քաղաքական գործերին կարեւոր է։ Ամեն մեկին կարևոր չի քանի օքի կլսի, կարևոր չի քանի օքի կհետևի, կհավատա, կվստահի։ Պետք է անել, որտեղ եթե մենք չենք անում, անում են իրանք։ Իսկ իրանք անում են իրենց նպատակները հետապնդելով։ Իսկ իրենց նպատակը մեր նպատակներին հակառակ է գնում։ Իրենց նպատակը մեզ ոչնչացնելն է։ Եթե մենք չպաշտպանվեցինք առաջին հերթին մեզ դիտում, իրենք կարող են հասնել այդ հաջողության։ Այնպես որ շնորհակալ եմ։ Ակտիվացեք, երիտասարդներ չեն, ակտիվացեք։ Մի խնդրեմ, Հաբրատի Տոմս Չարլես հաջորդ անգամ։ Դու դա Հաբրատի Չարլես։ Խնդրում եմ ուղղակի։ Ինձ նկատի ունի լավ չարթը։ Հա, քեզի նկատի ունի, ասում եմ, որ ուզ գնում ես, Հաբրատի Տոմս հետադարձ Տոմս միար։ Գնա էլի։ Մարդը քեզ կոպիտ չէ, կուլտուրական ասում է։ Գնա էլի։ Դա թուրքերեն տարբերակը հիշում ես, ականջների բանը հարազատ։ Եղի էլի, դրանից եղի էլի։ Կանգնես աշկի, տաղը չասեց։ Դուք պատկեսուս այտենց բան, ոչ Սերժիկին են ասե, ոչ Ռոբիկին են ասե, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին են ասե, ինչքան էլ որոնք վատն են եղել, սենց բան ժողովուրդ իրանց չի նայել աշկերի մեջ ու ասել է գնա, չի ասել։ Քեզ ասում է։ Իսկ դրանք ոչ մի անգամ, ոչ մի օր, ոչ մի ընտրություններով չեն կարողացել հաղթել։ Չի եղել նման պրակտիկա, դու հույսդ ինչի վրա է։ Ով է լինելու են անշունչ առարկան, որ քեզ պիտի զեն տա, այն անբարոյական կենթանի, որ քեզ պիտի զեն տա։ Երտնենք։ Սա արդեն ոչ թե ռուսական, սա արդեն վրացական սահման։ Որը տեսեք ինչ է ստացվում։ Փաշինյան Նիկոլը կարողացել է թշնամանը հասցրել է ոչ միայն Ռուսաստանի հետ, ոչ միայն Եվրոպայի հետ, այլև Իրանի հետ, Վրաստանի հետ։ Հասկանում եք։ Մարդ կարող լավ ասենք, եթե դու թշնամանում ես Ռուսաստանի հետ, առնվազն դու պետքա ամբողջովին ինտեգրվես, ասենք Եվրոպային կամ Իրանի, Վրաստանի հետ ու լավ հարաբերություններ ունենաս, գոնե ծովով ճանապարհ վերցնես, այդ էլ Լարսով չես ուզում, չգիտեմ։ Նես Նավարասիսկ, չգիտեմ, Բաթումիով, բան ինչ որ միձեր, որ վաղուց պետք է աշխատել, որի վրա միլիոններ ծախսվեց, fake միլիոններ, փոշիացավ, գնաց։ Որ մնա Լարսի հույսին։ Բայց սա կարողացել է հասնի նրան, որ 4 հարևանից մնա 2 հատ իրեն հարազատ հարևան, Ադրբեջան ու Թուրքիա, ասկան մեր այլնակից թշնամիները, ասենց ասեմ, կրովնի վրա, ոնց կլինի այլ։ 2 թշնամիները այսօր դարձել են իր բարեկամները, իսկ հիմնական բարեկամները թշնամացել է Հայաստանի Հանրապետությանը։ Ժողովուրդ ջան, վաղ թե ուշ մենք ունենալու ենք իշխանություն։ Ապագա իշխանության ես հենց եմ պատկերացնում։ Ապագա Հայաստանի համար ամենակարևոր ռազմական համագործակցության բանը ընկերները պետք է լինեն Վրաստանն ու Իրանը։ Ամենաառաջնային։ Որովհետև այս ճանապարհն է մերը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բոլոր հարաբերությունները կարգավորվում են միջազգային օրենքների վրա։ Երբ որ դու խփում ես այդտեղ, իրախտ միջազգային օրենքների վրա, դու նախապահովում ես քեզ բոլոր տեսակի անեքսիաներից, ամենակարևորը դատական հայցերից, այդ չարաշահումներից, որոնք հիմա այս լռությունը օգտագործում են այս տականքի, իրանք են հայտեր ներկայացնում, հա։ Իսկ այսօր այս տականքը ադել է հակառակը։
Իրանի եւ դու չթա կարաս խափես այդ երկրներին։ Դու ինչքան կարող ես մարդկանց ապուշի տեղ դնել։ Ես ասել եմ, երբ որ դու փորձում ես 6 ուղղությամբ շպագատ նստել, արդյունքը նույնն է, միակն է։ Դու ճողվում ես։ Այսինքն, այն ինչ որ հիմա կատարվում է սրա հետ ու արդյունքում Հայաստանի հետ։ Արդյունքում տուժում են բոլոր նրանք, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալում։ Հիմա հարց։ Այդ տնտեսվալողներ, օլիգարխները չեմ ասում, օլիգարխները թքած ունենան այս ֆուղերի վրա։ Օլիգարխները ինչ ուզում ալի իրանք երկրի տերն են, քանի Փաշինյան Նիկոլը չի հանձնել թուրքերին։ Ասեն եւս մեր իրականից է, եթե հանկարծ իրան պարտադիր ժողովրդին։ Ամենացած գործարարները դուք աշխատողներ եք պահում, դուք ընտանիք եք, դուք մեծ ներդրումներ ունեք, դուք պետք է հասկանաք մի բան։ Փաշինյան Նիկոլը սրանից լավ վիճակի Հայաստանը չի կարող բերել։ Իր գործունեությունը կարող է ունենալ բացառապես նման հետևանք։ Հիմա այսքանից հետո ո՞ս կարելի է սրան աջակցել ու ձայն տալ։ Դրա համար ես չեմ գտնում այն շերտը, չեմ տեսնում այն շերտը, որ կարող է սրան աջակցել։ Չկա այդ շերտ, որտեղ ոչ մի շերտի բացի թուրքերից սա ձեռնտու չի։ Այսօր այսքան լավ մնացեք։